Մենք ձեզ կտանք 3 պարզ միջոց փորկապությունից ազատվելու համար։ Առաջին քայլը դա այսպես կոչված մեր քնած ռեֆլեքսի արդյունացումն է, ինչ է դա իրանից ներկայացնում, շատ ցանկալի է իհարկե օրվա մեջ 20-ից 30 րոպե արագ քայլ կա, այսինքն այնպես որ այսքան սրտխփոցի, հա, զգացում ոչ թե դանդաղ քայլենք, կքանի վարժություններ, մկանի պրեսի զարգացման, հա, այդ վարժությունները եւս շատ օգնում են աղների աշխատանքին։ Սուրճի մասին ասում են լավագույն խթանիչն է եւ նպաստում է աղիների աշխատանքին։ Այո, այդպիսի բան կա, որոնք են հակացուցված մթերքները, եթե կա փորկապություն կամ մթերքներ, որոնք կարող են առաջացնել փորկապություն։ Այո, կան իհարկե մթերքներ, կաթը օրինակ ցանկալի չի, օրինակ որպես այդպեսին առավոտյան օգտագործել, ավելի նախընտրելի է հենց կաթնաթթվային, հա, բաղադրիչներով սնունդ օգտագործել, նախ դա առաջացնում է հագեցման զգացողություն, երկրորդը շատ լավ էֆեկտ ունի աղիների աշխատանքի վրա, դա միֆ է, որ լուծողականները կարող են բերել ծույլ աղիքի առաջացմանը։ Չկա նման բան։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆերը առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք դարի ամենատարածված հիվանդություններից մեկի փորկապության մասին, որի առաջացման պատճառները բազմազան են։ Մենք ձեզ կտանք 3 պարզ միջոց փորկապությունից ազատվելու համար։ Կզրուցենք գաստրոենտերոլոգ Ռոզաննա Սաֆարյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փորկապությունը դարի հիվանդություն են անվանում, ասենք թե ինչու են այսքան շատ մարդիկ տառապում փորկապության, բժշկուհի, որոնք են առաջացման պատճառները։ Նախ նշեմ, որ փորկապությամբ պացիենտների մոտ արդեն խնդիրը գալիս է վաղ մանկական տարիքից, պատճառները բազմազան են, Առաջին հերթին մենք բնականաբար որպես բժիշկ փորձում ենք գտնել այսպես կոչված կարմիր դրոշի նշանները, որպեսզի հիվանդին արդեն սկսենք ավելի խորացված հետազոտություն, բայց եթե գլոբալ ասենք, ամենահաճախակի պատճառները դա մեր կյանքի ապրելակերպն է, նստակյաց կյանքը, բջջանյութի քիչ պարունակությամբ սննդակարգը, հեղուկների քիչ օգտագործումը, որը առավել ակտուալ է ցուրտ եղանակներում, երբ որ կարիք չի լինում մեծ քանակությամբ հեղուկ ընդունելու եւ ոչ բալանսավորված, այսպես ասած, սննդակարգը, այո։ Երբ է ախտորոշումը դրվում փորկապություն բժշկուհի։ Շատ լավ հարց տվեցիք այն առումով, որ երբեմն պացիենտներ կան, որոնք ասում են ես ունեմ փորկապություն, երբ մենք հարցնում ենք, պարզվում է, որ փորկապություն ընդհանրապես չկա։ Նախ նշեմ, որ պարտադիր չէ, որ աղիները գործեն ամեն օր, եթե շաբաթը 3 անգամ ունենք աղիների հստակ լիարժեք դատարկման զգացողությամբ աշխատանք, դա չի համարվում արդեն փորկապություն, բայց կարող է լինել նաև այսպես, որ աղիները գործեն ամեն օր, բայց լինեն ցավոտ, պինդ եւ ունենանք ոչ լրիվ դատարկման զգացողություն, դա ուղեկցվի որովայնի լարվածությամբ եւ անհրաժեշտություն լինի որոշակի միջամտությունների, սա եւս մենք համարում ենք փորկապություն եւ պետք է արդեն սկսենք դրա հետ աշխատել։ Մենք ձեզ կտանք պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես ազատվել փորկապությունից, 3 պարզ քայլ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Որն է առաջին կարևոր քայլը։ Առաջին քայլը դա այսպես կոչված մեր քնած ռեֆլեքսի արդյունացումն է, ինչ է դա իրանից ներկայացնում, շատ կարևոր է, որ ընտրել ժամ, ամենալավ ժամը դա առավոտյան նախաճաշից հետո զուգարանակոնքին նստելն է, ցանկալի է այստեղ մի փոքր վարքային փոփոխություն իրականացնել, ոտքերի տակ ինչ-որ մի փոքր բան դնել եւ մեջքը մի փոքր առաջ 90 աստիճան անկյուն կազմել եւ շատ կարեւոր է, ես իմ հիվանդներին անպայման նշում եմ, որ առանց հեռախոս դա լինի, ինչու որովհետեւ շատ կարեւոր է կենտրոնացումը բուն պրոցեսի վրա, պետք է լինել համբերատար, որովհետեւ երբեմն ռեֆլեքսի այսպես կոչված ակտիվության համար անհրաժեշտ է լինում ժամանակ։ Դա շատ տարբեր է, ինդիվիդուալ, հիվանդներ կան, որ 1 շաբաթ հետո արդեն սկսում է ռեֆլեքսը աշխատել, հիվանդներ կան, որ դա կարող է տևի օրինակ ամիսներ։ Բայց շատ պետք չէ նստել զուգարանակոնքին։ Մինչև 10 րոպե, ես օրաբար ասում եմ 5-ից 7 րոպեն բավարար է եւ շատ կարեւոր է հիվանդին ասել, որ պետք չէ հիասթափվել, երբ որ աղիները չեն գործում, այսինքն այդ վարքային փոփոխությունը պետք է անել անկախ նրանից, աղիները ուզում են գործել, թե չէ։ Այդ ռեֆլեքսը պետք է ակտիվացնել, արդյունացնել։ Շատ լավ, կան վարժություններ, որ նպաստում են աղիների ռեֆլեքսի ձևավորմանը։ Այո, նախ ֆիզիկական ակտիվությունն է շատ կարևոր,
շատ ցանկալի է իհարկե օրվա մեջ 20-30 րոպե արագ քայլ կա, իսկ այնպես որ այսքան սրտխփոցի, հա, զգացում ոչ թե դանդաղ քայլենք, կքանիս վարժություններ, մկանի պրեսի զարգացման, հա, այդ վարժությունները եւս շատ օգնում են աղների աշխատանքին, ինչպես նաև կարելի է որովայնը մերսել ժամսելակին, այո, հակառակ ուղղությամբ 10-15 րոպե, դա էլի շատ ինդիվիդուալ է, բայց սովորաբար, եթե այս ամենը հստակ պահպանվում է, մենք ունենում ենք արդյունք։ Ջրի գործոնի մասին խոսենք, ասում են առավոտյան դատարկ ստամոքսին գոլ ջուրը նպաստում է, որպեսզի աղիները գործեն։ Ես դեմ չեմ իհարկե դրան, բայց դա եւս շատ առանձնահատուկ է, այո, դա շատ լավ է, ցանկալի է, բայց օրինակ անհատներ կան, որոնց մոտ օրինակ առաջանում է սրտխառնոց դատարկ ջուր խմելուց։ Այստեղ ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է օրվա ընթացքում ջրային բալանսը պահելը։ Սովորաբար մենք ասում ենք, որ կիլոգրամի 30 մլի հեղուկ պետք է օգտագործվի, բայց 1.5-2 լիտրը դա պարտադիր քանակն է, որը պետք է խմենք, խուսափենք թունդ թեյերից, որը կարող է օրինակ առաջացնել փորկապություն, շատ լավ է սենյակային ջերմաստիճանի սովորական ջուրը։ Սուրճի մասին ասում են լավագույն խթանիչն է եւ նպաստում է աղիների աշխատանքին։ Այո, այդպիսի բան կա եւ միջինում սուրճից հետո արդեն էֆեկտը տեսնում ենք 4-ից 10 րոպեվա ընթացքում շրջապատում դուք էլ երևի տեսնեք շատ մարդիկ, որոնք ասում են սուրճ խմելուց հետո աղներս գործում է, այո, սուրճը ունի աղների մոտորիկայի ակտիվացման թեթև էֆեկտ, այնտեղ ապացույցներ կան, որոշակի հետազոտություններ կան, որ ինքը այնտեղ ստամոքսային որոշակի հորմոնների մակարդակն է բարձրացնում, որը եւս նպաստում է աղների աշխատանքի արագացմանը, միանշանակ այդպիսի բան կա։ Սուրճը օգնում է, բարենպաստ է անդրադառնում, փորձեք, խոսեցիք թունդ թեյերի մասին, որոնք ցանկալի չեն, ինչ կասեք անանուխով թեյի մասին, ասում են օգնում է հատկապես ազատվել վքնածությունից, եթե ունեն գազեր, փորկապության դեպքում նույնպես։ Ճիշտն ասած, այսպես ասեմ, փորկապության դեպքում հստակ ապացույցներ չկան, այն ընդհանրապես էֆեկտ չունի, կարող եմ այդպես ասել, բայց եթե փորկապությունը ուղեկցվում է որովայնային սպազմով կամ վքնածությամբ, այո, այն կարող է ունենալ հանգստացնող էֆեկտ։ Երկրորդ կարևոր քայլը փորկապությունից ազատվելու համար վերանայել սննդակարգը։ Բժշկուհի, կարող ենք ասել, որոնք են հակացուցված մթերքները, եթե կա փորկապություն կամ մթերքներ, որոնք կարող են առաջացնել փորկապություն։ Այո, կան իհարկե մթերքներ, որոնցից ցանկալի է ոչ թե դադարեցնել, այլ սահմանափակել, ընդհանրապես դադարեցնել ինչ-որ սննդակարգ, ես իմ հիվանդներին չեմ ասում, որովհետև դա ստրեսային արդեն գործոն է, սահմանափակել, թե ինչպես գիտեք, մեզ հայտնի բրինձն է, մեծ քանակությամբ, այսինքն շաբաթվա ընթացքում կարմիր մսի, հա, օրինակ շատ քանակը կարող է բերել, քաղցր խմորեղենները սպիտակ, օրինակ սպիտակ հացից պատրաստված, այո, ալյուրից պատրաստված ցանկացած, այո, սնունդ կարող է բերել, fast food-ը, դրանք բոլորը կարող են առաջացնել փորկապություն։ Ուրեմն ասենք նաև թե ինչ ուտել փորկապությունից ազատվելու համար, սնունդ աղիների համար։ Այո, մեծ սիրով, շատ կարևոր է արդեն ասի բջջանյութը։ Բջջանյութը ինչի մեջ կա, մրգեր, բանջարեղեն, psyllium, որը այդպիսին, որպես այդպիսին փոշի է իրանից ներկայացնում, որ արհեստական բջջանյութ է եւ օգնում է աղիներին ինքնուրույն աշխատելու։ Շատ խորհուրդ եմ տալիս նման դեպքերում օրինակ մրգերից կիվի օգտագործումը, այն շատ լավ էֆեկտ ունի աղիների աշխատանքի վրա։ Բանջարեղենից օրինակ բրոկոլին, սպանախը շատ լավ էֆեկտ ունեն, խաշած բազուկը եւս վքնածություն քիչ է առաջացնում, բնակչությունը շատ հայտնի է սալորաչիրը, այո, բայց առանց շաքարի ցանկալի է։ Ինչու առանց շաքարի։ Ինչու առանց շաքարի, որովհետև եթե շաքարով շատ է լինում, այս դեպքում ունենք շաքարի ներծծում արագ արյան մեջ, որը շատ արագ հետագայում կարող է բերի քաղցի զգացողությանը եւ նախադիաբետային կամ ինսուլին ռեզիստենտություն ունեցող անհատների մոտ այն կարող բերի նաեւ իհարկե գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը։ Բայց աղիներին գործել, չգործել չի խանգարում։ Չէ, որպես այդպեսին չի, սովորաբար ինքը արդեն քաղցր է եւ ցանկալի է արդեն ուտել առանց լրացուցիչ շաքարի, ֆրուկտոզայի։ Հատիկեղենի մասին նույնպես խոսենք, որովհետև նշեցի կլեչատկայի մասին, բջջանյութ կա նաև հատիկեղենի մեջ, բայց կարող է խանգարել։
փորկապություն ունեցողներին։ Այո, նրանց մեջ շատ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, նույն լոբի, ոսպ, այո, մեծ քանակությունը նախ կարող է առաջացնել արտահայտված վքնածություն գազեր, որը կարող բերի ցավերի առաջացմանը, եւ իհարկե մեծ քանակի օգտագործման դեպքում եւս կարող ենք բախվել նման խնդրի հետ։ Նրանք, ովքեր ունեն հակում փորկապության, ցանկալի է որոշակի սահմանափակումներ անել եւ ուտել գոնե օրվա առաջին կեսին, որպեսզի հետագայում լինենք ակտիվ ֆիզիկապես եւ աղիները ավելի լավ գործեն։ Խոսեցինք բջջանյութի մասին, խոսենք նաև կաթնաթթվային մթերքների, ասում են նրանք լավագույն ազդեցություն են թողնում աղիների միկրոֆլորայի վրա, նաև նպաստավոր կանդրադառնան աղիների աշխատանքի վրա։ Այո, ինչու, որովհետև պարունակում են որոշ քանակով բիֆիդո, լակտո բակտերիաներ, կաթը օրինակ ցանկալի չի, օրինակ որպես էլին առավոտյան օգտագործել, ավելի նախընտրելի է հենց կաթնաթթվային, բաղադրիչներով սնունդ օգտագործել, նախ դա առաջացնում է հագեցման զգացողություն, երկրորդը շատ լավ էֆեկտ ունի աղիների աշխատանքի վրա, բալանսավորում է եւ միանշանակ դա համարվում է առողջ սնունդ։ Կարող է օգնել աղիներին գործել, օրինակ կեֆիրը կտավատի աղացած սերմերի հետ։ Այո, կարող է չիայի սերմերը, կտավատի աղացած սերմերը։ Այո, կարող են օգնել աղիների աշխատանքին, ընդհանրապես փորկապության բուժման մեջ, այո, պետք է նախ հարցնել հիվանդին նախասիրությունները եւ փորձել կազմել այնպիսի սննդակարգ, որը եւ հաճելի կլինի եւ կօգնի խնդրի վերացմանը։ Փորկապությունը ազդում է կյանքի որակի վրա, ինքնազգացողության, ընկճում է տրամադրությունը, այնպես որ պետք է ազատվել դրանից։ Մենք նշեցինք երկու կարևոր քայլ, առաջինը աղիքի գործելու ռեֆլեքսի ձևավորումն է, երկրորդը սննդակարգը վերանայում ենք եւ ավելացնում ենք այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ ազատվել փորկապությունից, եւ երրորդ ամենակարևոր քայլերից մեկը թերևս ֆիզիկական ակտիվությունն է։ Երրորդ ամենակարևոր պատճառներից է այո ցածր ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց կյանքը եւ խնդրի լուծման համար, ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր է օրվա մեջ գոնե 20-30 րոպե քայլքը, դա հստակ ապացուցված է, որ ունի շատ լավ էֆեկտ փորկապության հակվածությամբ անհատների մոտ եւ իհարկե ավելի ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն շաբաթը գոնե 2-3 անգամ։ Վարքային փոփոխություններից արդեն նշեցինք, դա որովայնի մկանների, ուրեմն գծկումներն են, կքանիստ շարժումներն են, այսինքն որովայնային մկանները պետք է լինեն զարգացած, որը եւ օգնելու է աղիների նորմալ աշխատանքին։ Երբ ունենք խնդիր, դիմում ենք դեղերի օգնությանը։ Այս դեպքում լուծողականների բժշկուհի, որ լուծողականներն են ցուցված, որոնցից պետք է խուսափել եւ առհասարակ երկարաժամկետ կարող ենք օգտագործել լուծողականներ խնդրին լուծում տալու համար։ Նախ ուզում եմ այստեղ նշել, որ դա միֆ է, որ լուծողականները կարող են բերել ծույլ աղիքի առաջացմանը։ Չկա նման բան։ Կան որոշակի շատ քիչ քանակության բուսական հիմքերով լուծողականներ, որոնք ցանկալի չեն եւ դրանք օգտագործվում են միայն ոնց որ հրատապ աղիները գործելու դեպքում։ Լուծողականները պետք է նշանակվեն միայն բժշկի ցուցմամբ, ուզում եմ սա նշել։ Այո, ընդհանուր գլոբալ առմամբ դրանք ապահով են համարվում եւ կախված ծանրությունից, փորկապության, այսինքն կախված նրանից, թե շաբաթը քանի անգամ է աղիների գործում, մենք սկսում ենք այս վարքային փոփոխությունները, սննդային փոփոխությունները, ֆիզիկական ակտիվությունը միասին լուծողականի հետ։ Կան դեպքեր, որ միայն սննդակարգը, վարքային փոփոխությունը արդեն բավարար է խնդրի լուծման համար։ Օսմոտիկ լուծողականները նրանք ապահով են, աղիների ծուլություն չեն առաջացնում, բայց միայն բժշկի ցուցմամբ պետք է դրանք կիրառվեն։ Ինչու, որովհետև երբ որ մենք սկսում ենք վարքային սննդային փոփոխությունը զուգահեռ լուծողականի հետ միասին, դա կլինի մոմիկ, դա կլինի օսմոտիկ խմելու տեսակով լուծողական, մենք փորձում ենք այնպես, որ անհատը ժամանակի ընթացքում սովորի արդեն վարքային սննդային փոփոխությանը եւ լուծողականը հետո հանենք, արդեն ռեֆլեքսը ակտիվացած կլինի։ Մոտավորապես այսպես։ Որովհետև լուծողականները կարող են թութքի առաջացման պատճառ հանդիսանալ անընդհատ խմելով։ Թութքի առաջացման պատճառ ավելի հաճախ լինում է փորկապությունը, ոչ թե լուծողականները։ Որպես այդպիսին հստակ տվյալներ լուծողականները որպես ռիսկի գործոն թութքի առաջացման չկա։
Ամփոփենք բժշկուհի, փորկապությունը դատավճիռ չէ, դրանից հնարավոր է ազատվել։ Այո, իհարկե, փորկապությունը դատավճիռ չէ, այն այո վատացնում է կյանքի որակը, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Անհրաժեշտ է միայն համբերություն, դա երկար ժամանակ է պահանջելու որոշ անհատների մոտ եւ պետք է այս 3 կարևոր խորհուրդներին հետեւել, փորձել ապրել այդպես, դա գաստրոկոլոնիկ ռեֆլեքսի, այսինքն այն ռեֆլեքսի, որը քնած է արթնացումն է, սննդակարգի փոփոխությունն է, վերանայումն է եւ ֆիզիկական ակտիվությունը։ Շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար։ Մենք զրուցում էինք գաստրոենտերոլոգ Ռուզաննա Սաֆարյանի հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին, բաժանորդագրվեք նաև մեր Facebook-յան, TikTok-յան, Instagram-ի էջերին։ Կարևորը բաց չթողնելու համար մինչ հանդիպում։ Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։